Ռուսաստանի սահմանապահները երկար ժամանակ մեր վարորդներին, որովհետև երբ որ ես եթերից ասում էի, որ 90 օրը լրանալուց հետո խնդիր է լինելու, վարորդներին ասում էին, որ այդ հոդվածը ձեզ չի վերաբերվում։ Ես միշտ ասում եմ, որ դա առողջ տրամաբանության շրջանակում են իրենք ենթադրել, որ այդ օրենքը բեռնափոխադրողներին չպետք է վերաբերվի։ Եվ հետաքրքիր է, որ Ռուսաստանի նախագահի 1126 հրամանագիրը, սրա մասին էլի ձեր եթերներից խոսել ենք, որ թույլատրում էր անձինք, որոնք մինչև սեպտեմբերի 10-ը ունեն որևէ վարչական խախտում, առանց ՌԴ տարածքը լքելու կարողանան շտկել փաստաթղթերը եւ շարունակեն արդեն որպես օրինական միգրանտներ գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Եվ մինչև սեպտեմբերի 10 որևէ մեկը չի անհանգստացրել, այդ թվում նաեւ վարորդներին։ Ու սա հնարավորություն է տվել եւ սահմանապահն էլ հավաստիացրել է, որ այդ օրենքը ձեզ չի վերաբերվում։ Եվ սրա արդյունքում վարորդները հիմա կուտակել են իրենց 90 օրից ավելի 100 եւ ավելի օրեր, ինչի արդյունքում հիմա ոստիկանությունը պարզապես հաշվարկում է այդ օրերը եւ մուտքի արգելք է դնում բեռնափոխադրող վարորդներին։ Ոչ ոք հաշվի չի առնում իր կամքից անկախ է այդ մարդը այդ օրերը։ Ոչինչ հաշվի չի առնվում։ Դու երկար մնացել ես Լարսում սահմանապահի մեղքով, մաքսակետի աշխատողի մեղքով, թե ինչ որ այլ պատճառով, եթե նույնիսկ ունես տեղեկանք, որ քո մեքենան փչացել էր, չգիտեմ, շարժիչը փչացել էր եւ դու ստիպված ես եղել 15 օր վարպետի մոտ, որը քեզ տալիս է լիցենզավորված հաստատություն է, որը քեզ տալիս է փաստաթուղթ, թե դու ինչու ես մնացել։ Միևնույն է, որևէ բան հաշվի չի առնվում։